Բարի երեկո, սիրելի պետականատեր, իրական Հայաստանի Հանրապետությանը անկեղծ հայկական սիրով սիրահարված եւ իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող պետականատեր Հայ Մարդիկ ջան։ Ուրեմն համացածս հենց թերթելուց տեսնում եմ որոշ հայ անուն ազգանուն ունեցող դեմքեր, ոգևորված, երջանիկ, ուղի եթերներ են անում, գրառումներ են անում, այ Պուտինը մերժեց Նիկոլ Փաշինյանին, Էսյանենյան, գիտեք ինչ, ես հրճվանքների հայ անուն ազգանուն կրող հրճվանքների տրամադրությունը չգիտեմ ինչի հետ է կախված կամ ինչի հետ չկախված, դա իրանց խնդիրն է, բայց ես մի բան հստակ գիտեմ, որ կրեմլյան մաֆիոզի տասոչիկ կիլլերները իրական Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մակարդակով պետք է ոչնչանան։ Հանուն, ինքնիշխան, ինքնուրույն, ազատ, անկախ, օր-օրի զարգացող, խաղաղ իրական Հայաստանի Հանրապետության։ Հանուն այսօրվա, հանուն վաղվա, հանուն մեր հրաշ փոքրիկների ներկայի եւ ապագայի խաղաղ զարգացող երջանիկ, ինքնուրույն, ինքնիշխան ներկայի եւ ապագայի կրեմլյան տասոչիկ կիլլերների վարսկանների այդ դեսանտների գործնեյնությունը եւ լինելությունը իրական Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մակարդակով պետք է ոչնչանա, պետք է մեռնի քաղաքական մակարդակով, պետք է ենթարկվի Սամասուդի քաղաքական մակարդակով եւ այս օտարի դիվերսանտները, դեսանտները, տասոչիկ կիլլերները կոչչանան իրական Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մակարդակով։ Իսկ ինչ վերաբերվում է ճանապարհներ փակելու Հայաստանի Հանրապետության առջև մեկ ճանապարհը կփակեն, 2-3 ճանապարհներ կբացվեն։ Ու արդեն բացված են եւ դա մենք օրորի այդ հոտառությունը զգում ենք եւ այո տարին 12 ամիս փակ ճանապարհը թող փակվի հարկ եղած դեպքում պետք լինի փայտ կվառենք բայց երբեք օտարի ստրուկը չենք դառնա օտարի համար որպես կռվախնձոր օգտագործվող առարկա չենք դառնա երբեք մեր ինքնուրույնությունը մեր անկախությունը ինքնիշխանությունը մեր ազատությունը չենք զիջի օտարին հանուն ինչի հանուն տարին 12 ամիս փակ ճանապարհի իհարկե ոչ թող փակվեն հենց այսօր փակվեն տարին 12 ամիս փակ ճանապարհները թող փակվեն մեկ ճանապարհ փակվի 2-3 ճանապարհներ կբացվի մեկ ճանապարհ փակեն գազ չեն տա Փառք Աստծո երկրորդ երրորդ ճանապարհներից գազ կգնենք ավելի որակով ավելի էժան եւ ավելի ինքնուրույն այնց որ թող կրեմլյան դեսատները չոգևորվեն կրեմլյան տասոչիկ կիլլերները չոգևորվեն եւ անհամբեր սպասեն
անհամբեր սպասեն իրենց քաղաքական ոչնչացմանը։ Միևնույն է, հայ մարդու տասնյակ տարիներով սպասված երազանքը կատարվելու է։ Միևնույն է, հայ մարդու տասնյակ տարիներով սպասված երազանքը կատարվելու է։ Որն է հայ մարդու տասնյակ տարիներով սպասված երազանքը, որ վերջնականապես քաղաքական մակարդակով իր տասնյակ տարիներով սպասված վրեժը քաղաքական մակարդակով լուծի այս օտարներից, այս անկեղ սիրով օտարներին սիրահարված կեղծավոր սեր հայ մարդուն բացատրողներից։ Այս տասնյակ տարիներով իրական Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օտարի շահերը սպասարկելու գործում որպես գործիք օգտագործած կիլլերներից։ Որն է հայ մարդու տասնյակ տարիներով սպասված երազանքը, որ վարկյան առաջ քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով իր սպասված վրեժը լուծի, տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը եւ հայ մարդուն արևանգած, վախի ստրախի մթնոլորտի մեջ պահած, առնակամարած հայ մարդու սեփականությունը, հայ մարդու պետությունը տարիներ շարունակ իրենց անձնական երջանկության, հարստության, հաջողությունների համար աշխատացրած օտարի դեսանտներից եւ հայ մարդու տասնյակ տարիներով սպասված սպասելիքները համոզված եղեք, որ վարկյան առաջ իրականություն է դառնալու։ Հանուն այսօրվա համար, հանուն 2018 թվականի հեղափոխության, հանուն օրի զարգացող իրական Հայաստանի Հանրապետության, հանուն այսօրվա համար օտարի դեսատները, օտարի կիլլերները, կրեմլյան տասովչի կիլլերները պետք է ենթարկվեն քաղաքական ոչնչացման քաղաքական մակարդակով։ Դրանց լինելությունը եւ գործունեությունը պետք է ոչնչանա իրական Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ դրանք միանունյան դրանք այդ տեսակը, այդ որակը սպառնալիք է այսօրվա օրորի զարգացող խաղաղ երջանիկ իրական Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի ճակատագրի ուղիղ սպառնալիք են։ Աշխարհում չկա այնպիսի միազգություն, որ կարա այնքան սպառնալիք լինի իրական Հայաստանի Հանրապետության լինելության, անկախության, ինքնուրույնության օրորի զարգացման խաղաղության ճակատագրին, ինչքան որ կրեմլյան տասովչիկ կիլլերներն են։ Եվ հանուն այս ամենի կրեմլյան տասովչիկ կիլլերները պետք է ոչնչանան քաղաքական մակարդակով, հարկ եղած դեպքում մեր սեփական կյանքի գնով եւ կոչնչանան քաղաքական մակարդակով կրեմլյան տասովչիկ կիլլերները։ Չկասկածեք,